Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից ոլորտում տիրող բարձի թողի վիճակի համար եւ անգամ կոշտ զրույց է ունեցել Պապիկյանի հետ։ Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություններ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար յուրային թեկնածու չի գնացել այդ քայլին։ Փաշինյանի դժգոհությունները որպես կանոն պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին։ Նա Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի։ Բանակի առջև դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վիճակը վիճակ չէ։ Իդեպ, ասում են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրություն չի ներկայացնում, կեղծում թաքցնում են մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդվում են միայն այն դեպքերը, որոնք մամուլի կողմից բացահայտվում են։ Դրանց մի մասի առնչությամբ էլ արդարանում են, թե իբր դրանք զինծառայությանը չվերաբերվող մահեր են։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում քաղաքպայմանագրի խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված, նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն։ Չնայած գործող քաղաքապետն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խորը անվստահություն կա նրա նկատմամբ, համարում են, որ նա մնացել է Կարապետյանների մարդը, դավաճանել է իրենց եւ ձևականորեն անցել է իրենց կողմը։ Ավելին, կասկածում են, որ նրա անգործության հետևանքով են այս համայնքում նման խայտառակ պարտություն գրանցել։ Ստեփանավանում պարտության մյուս գլխավոր մեղավորն ըստ իշխանության Սուրեն Պապիկյանն է, որն իր հայրենի Լոռվա մասով վստահեցրել է, որ կրելու են, բայց եղավ այն ինչ եղավ, ՔՊ-ում հիմիկվանից քաստինգ են հայտարարել եւ վիզ դրել, որ Ստեփանավանի համայնքապետի պաշտոնի համար ընտրեն լավագույն թեկնածուին, որով կարող են Կարապետյանների նկատմամբ ռևանշի հասնել։ Սա դասական օրինակ է այն կամ փաստն է այն պնդումների, հավաստումն է այն պնդումների, որ իշխանությունները արդեն իսկ լիարժեքորեն նմանվել են նախորդ իշխանություններին եւ հիմա արդեն մարզային ֆեոդալներ են ձևավորում, այսինքն Պապիկյանը արդեն Լոռու մարզի ֆեոդալն է, չգիտեմ, այն մյուսը մեկ այլ մարզի ֆեոդալ է եւ այսպես արդեն լիարժեքորեն նմանվելով նախորդ իշխանություններին իրենց վարք ու բարքը, գործողությունները եւ մոտեցումները, իսկ սա բերելու է նրան, որ ժողովուրդը ի վերջո տեսնելու է, որ որևէ բան չի փոխվել, ուղղակի այս ընթացքը, այս 8 տարիները քաղաքացիական պայմանագիրը օգտագործում էր տեղական, սեփական արդեն ֆեոդալներ ձևավորելուն եւ այդ ձևավորման process-ը ավարտված է, իսկ ժողովուրդը ատում է ֆեոդալներին եւ ի վերջո բերելու է նրան, որ մարդիկ անելու են Նիկոլ Փաշինյանի հետ այն, ինչ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հետ։ Հրապարակ թերթը գրում է. հունիսի 25-ին podcast with Ղարամյան հաղորդման հյուրընկալված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե չի նախատեսում մասնակցել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, որը կայանալու է 2026-ի դեկտեմբերին։ Տարիներ շարունակ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջած ֆուտբոլի ֆանատները եւ մի քանի ֆուտբոլային ակումբներ ցնծություն ապրեցին այդ հայտարարությունից, իսկ ՆՈԱ ակումբն անգամ հայտարարեց նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլի հանրության համար։ Մելիքբեկյանի այս հայտարարությունը նախորդել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը, հիշեցնենք, որ նրանք զույգով են հանդես գալիս եւ մեկի գոյությունը մյուսով է պայմանավորված։ Անցել է մի քանի ամիս եւ այժմ կարող ենք ասել, որ ՀՖՖ-ում իրավիճակ է փոխվել։ Նախ Արմեն Նիկողոսյանը ընդամենը ձևական հրաժարական է տվել, շարունակում է ՀՖՖ-ում աշխատել եւ օգտվել բոլոր բարիքներից, անգամ ծառայողական մեքենայից է օգտվում։ Նրան վստահվել է 20 տարեկանների աշխարհի առաջնության նախապատրաստությունը, որը կայանալու է 2029-ին Հայաստանում եւ Վրաստանում։ Այս առաջնության վրա մեծ գումարներ են ծախսվելու, մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում, Գյումրիում եւ այդ գումարների տնօրինությունն իրականացնում է Նիկողոսյանը։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով կառավարության ներսում տիրում է անորոշ եւ խառնաշփոթ իրավիճակ, թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել եւ վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն արդեն հանձնարարական կա, որ աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ մոտ 90%-ով նոր աշխատակազմ ձևավորի։ Ժողովրդի աղբյուրները նշում են, որ այժմ համակարգում գրեթե բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող կառույցներին, կոմիտեներին եւ դեպարտամենտներին, այլև վարչապետի աշխատակազմի ներքին ստորաբաժանումների սովորական աշխատակիցներին։ Ըստ նույն աղբյուրների պետական կառավարման համակարգում ձևավորվել է սպասողական մթնոլորտ եւ շատ պաշտոնյաներ դեռ չեն պատկերացնում կշարունակեն իրենց աշխատանքը, թե կհայտնվեն սպասվող կադրային լայնածավալ փոփոխությունների թիրախում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով արդեն շուրջ 3 ամիս է ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Սահակյանի պաշտպանը նրա նկատմամբ կիրառված դատավարական սահմանափակումների վերաբերյալ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան եւ սպասում է դատարանի որոշմանը։ Միևնույն ժամանակ նախաքննական մարմնում հարուցված քրեական վարույթի փաստացի որևէ առանջընթաց չի արձանագրվում։ Հիշեցնենք, որ ընտրությունների օրը Շանթ հեռուստաընկերության տված հարցազրույցում Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը եւ նույն օրը պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան։ Մոսկվայից եկել ենք, ընտրենք երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում, ասել էր նա։ Լրագրողի նույն օրը հարցին ի պատասխան Սահակյանն արձագանքել էր. անպայման, որ կարողա խառնվի իրավիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին։ Այսօր օգոստոսի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 2:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում եւ ՀՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 1/23 հասցեում դիկա Շամշան Քոմը գրում է, որ նշված հասցեն ժամանել Երևանի քրեական ոստիկանները տեղում պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, որոնք տարածքը սահմանազատել են։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնի տեղեկությունն է փոխանցել եւ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննիչները եւ պարզել են, որ ինչպես լրատվամիջոցն է գրում, սպանվածը կամ ինքնասպան եղածը Բոնուս սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեններից մեկն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի ազգային ժողովի 9-րդ գումարման ձևավորումը միայն հերթական խորհրդարանական ցիկլի մեկնարկը չէ, թեև արտաքինից տեղի ունեցած փոփոխությունները կարող են թվալ տեխնիկական նոր նախագահ, նոր ղեկավար կազմ, հանձնաժողովների վերաբաշխում, իրականում գործընթացը շատ ավելի խորքային է։ Ռուբեն Ռուբինյանի ընտրությամբ Նիկոլ Փաշինյանն ըստ էության սկսում է իշխանության նոր ճարտարապետության կառուցումը, որտեղ խորհրդարանը պետք է ոչ միայն օրենսդիր մարմին լինի, այլև քաղաքական վերահսկողության նոր հենակետ։ Ռուբինյանի ընտրությունը որպես քաղաքական ուղերձ։ Ռուբինյանը վերջին տարիներին հանրության համար ասոցացվել է առաջին հերթին արտաքին քաղաքականության, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, սակայն նրա տեղափոխումը ազգային ժողովի նախագահի պաշտոն նշանակում է, որ վարչապետը նրան վստահում է արդեն ոչ թե միայն դիվանագիտական, այլև ներքաղաքական կարևորագույն դեր։ Այժմ նախագահի պաշտոնը Հայաստանի քաղաքական համակարգում վաղուց դադարել է բացառապես արարողակարգային լինելուց, այն դարձել է իշխանության ներսում բալանսավորող, երբեմն նաև ճգնաժամային իրավիճակներում քաղաքական գործընթացները կառավարող կենտրոններից մեկը, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Գիտեք, Ռուբինյանի նշանակման կամ ընտրության վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ կան, այո, կարծեք թե սա գլխավորապես ուղերձ է Թուրքիային, որ Հայաստանը ընդունում է ուղղությունը դեպի Թուրքիա կամ պատրաստ է կատարել Թուրքիայի պահանջները, թեպետ սրանք մոլորության մեջ են, եթե իրականում դավադիր ծրագրի մաս չեն կազմում, որովհետև Թուրքիայի խնդիրը
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, եւ սա հասկանում են բոլոր նրանք, ովքեր հետևել են այս տարիների Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիայի գործողություններին, եթե հիշում եք 2009 թվականին ֆուտբոլային դիվանագիտությունը, որը վարում էր Սերժ Սարգսյանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին էր, եւ այնտեղ էլ խնդիր էր դրված ցեղասպանության ուրացման, եւ մի քարոզչական այսպիսի թեզ կար, որ հաճախ շրջանառվում էր, որ թուրքերը ասում են, որ մենք պատրաստ ենք բացել սահմանը, միայն թե գոնե 1-2 գյուղ վերադարձվի Ադրբեջանին Արցախի տարածքից եւ թուրքերը վստահություն ունենան, որ հայկական կողմը պատրաստ է Արցախի խնդիրը լուծել, Ադրբեջանի հետ համաձայնության գալ, ինչ տեղի ունեցավ, շատ արագ այդ ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, հետո տեղի ունեցավ իշխանափոխություն, եկավ Նիկոլ Փաշինյանը, հանձնվեց ամբողջ Արցախը, ավելին Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ավելին հայաթափվեց Արցախը, եւ դրանից հետո էլ Թուրքիան սահմանը չբացեց, որ ինքն էր փակել 92-ին, եւ հիմա էլ ուրիշ հիմնավորումներ են բերում, որ եթե Հայաստանը սահմանադրությունը փոխի եւ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ, նոր սահմանը կբացվի։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ Թուրքիայի կողմից սահմանի բացումը որևէ կապ չունի խաղաղության պայմանագրի հետ, չգիտեմ, սահմանադրության փոփոխության հետ, Թուրքիան սահմանը փակել է, որպեսզի ճնշի Հայաստանի պետականությունը, ճնշի տնտեսությունը, խնդիրներ ստեղծի լոգիստիկ առումով Հայաստանի համար։ Եվ նպատակը ըստ էության կամ հայկական պետականության կազմաքանդումն է, կամ այդ պետականության իրենց վերահսկողության տակ հայտնվելը, որը վերահսկողության տակ հայտնվելու դեպքում դա ավելի շուտ նման կլինի Թուրքիայի ներքին սահմանի բացման, այսինքն Թուրքիան երբ լիարժեքորեն վստահ լինի, որ Հայաստանը իր վերահսկողության տակ է, իր ներքին խնդիրների տեսանկյունից կարող է սահմանը բացել, որպեսզի առավել հեշտ վերահսկի Հայաստանի տարածքը։ Մնացած բոլոր դեպքերում, երբ այդ սահմանի բացումը բխելու է հայկական շահից, այդ սահմանը չի բացվելու, եւ Թուրքիան դա ապացուցել է։ Եվ կարծում ովքեր ունեն մոլորություն, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, ի վերջո սահմանը կբացվի, դա շատ արագ զգալու են, եթե ցանկանալու են զգալ։ Իսկ այս Ռուբինյանի նշանակումը եւ պրոթուրքական քաղաքականությունը ըստ էության հավաստումն է, իրենք վստահություն են տալիս, վստահեցնում են Թուրքիային, որ այո, մենք պատրաստ ենք լիարժեքորեն հայտնվել ձեր վերահսկողության տակ։ Միայն թե տիրություն արեք քաղաքացիական պայմանագրին։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48